Padre Bonifaccioյի ճարմանտները Իտալական հեքիաթ Դուք երբևիցե լսել եք մեր քահանայի Padre Bonifaccioյի մասին։ Միթե չեք լսել։ Ինչպես կարող էր պատահել։ Մեզ մոտ Կորսիկայում բոլորը մեծից մինչև փոքր ճանաչում են Padre Bonifaccioյին։ Գիտեն, թե նա որքան գիտակ, խելացի և սիրալիր մարդ է։ Իսկ նրա բարության մասին կարելի է պատմել առավոտից մինչև երեկո։ Բավական է, որ մեր Падրեն իմանա որևէ մեկի դժբախտության մասին, ոչինչ չի խնայի, որպեսզի օգնի տուժածին։ Իհարկե, ոչ փողով։ Ոչ, Padre Bonifaccioն աշխարհում ամենից շատ չի սիրում իր փողի քսակը բանալ։ Դրա փոխարեն նա պատրաստ է ամեն մեկին առատորեն բաշխել խելացի խորհուրդներ, բարեպաշտ խրատներ։ Աղքատի կողքով Padre Bonifaccioն առանց փաղաքշական խոսք ասելու երբեք չի անցնում։ Եթե հարկավոր է, կեսգիշերին էլ կարթնանա և ուզածդ եղանակին քարշ կգա սարերում, որպեսզի ուղեկցի ննջեցյալին և դրա դիմաց 2 ֆլորին ստանա։ Միայն մի շատ փոքր թերություն ունի մեր Padre Bonifaccioն։ Խելքը գնում է իր ճարմանտների համար։ Այո, մի զարմացեք, 2 շատ գեղեցիկ ճարմանտներ, որոնք մշտապես կրում էր իր կոշիկներին։ Երբ կոշիկները մաշվում էին, նա իր հարստությունը կարում էր նորերին։ Փարաջայի գրպանում նա միշտ մի կտոր մահուդ էր պահում, որպեսզի սրբեր սիրելի ճարմանտների վրա իջած փոշին կամ փողոցից թռած ցեխը։ Հենց դրա համար էլ Padre Bonifaccioյի ճարմանտները միշտ փայլում էին այնպես, որ նայողի քեֆը գալիս էր։ Այդ ճարմանտների պատճառով էլ ստեղծվեց մի ամբողջ պատմություն։ Գիտեք, որ Ստամբորոնում, իմիջայլոց, եթե դուք Padre Bonifaccioյի մասին ոչինչ չեք լսել, ուրեմն Ստամբորոնուի մասին էլ իհարկե գաղափար չեք ունենա։ Մանավանդ, որ նրա իսկական անունը Սկամբորոնու չէր։ Ստիպված այստեղից էլ պետք է սկսենք հերթով։ Սկամբորոնոու պարզապես նշանակում է հնացած մաշիկ։ Իսկ մեզ մոտ Կորսիկայում հենց այդպես էլ անվանում են նրանց, ովքեր բացի տրորված հնամաշ մաշիկներից ուրիշ ոչինչ չունեն։ Սկամբորոնուն, որի մասին խոսվում է, ճիշտ է, ուներ կին և շատ երեխաներ, բայց նրանք հո հարստություն չէին։ Ահա հենց այդ Սկամբորոնուն էլ աչք տնկեց Padre Bonifaccioյի ճարմանտներին, որոնք, ինչպես գիտեք, աչքի լույսի պես էր պահում։ Թե ինչպես այդ անբանի խիղճը չտանջեց, չէ որ մեր Padrեն շատ բարություն էր արել նրան։ Օրինակ, նախանցյալ ձմեռը սատկեց Սկամբորոնոյի ջորին։ Padre Bonifaccioն մեծագույն համբերությամբ համոզեց նրան անձնատուր չլիներ սրբապիղծ հուսահատությանը, լինել խոնարհ և չտրտնջալ։ Եվ կարծում եք դա օգնեց։ Բոլորովին։ Միայն պետք է լսեիք, թե ինչպիսի անեծքներ էր տեղում այդ Սկամբորոնուն, երբ ջորու փոխարեն ինքն էր ցեխը կրում մեջքով։ Իսկ երբ նստում էր հանգստանալու, մտածում էր, որ իր հարգարժան խրատատուի արծաթյա ճարմանտները կարժենան ոչ պակաս, քան մի լավ ջորի։ Բայց և այնպես, Padre Bonifaccioյի մտքով անգամ չէր անցնում Սկամբորոնոյի ընտանիքի կարիքների համար բաժանել իր ճարմանտներից։ Եվ վերջապես Սկամբորոնուն որոշեց, որ ինքը պետք է հոգա այդ մասին։ Ինչ անել։ Գողանալ ճարմանտները։ Բայց Սկամբորոնուն բոլորովին էլ չէր ուզում ինչ-որ ճարմանտների համար մինչև իր կյանքի վերջը մնալ անմաքուր խղճով։ Հարկավոր էր դրանք ձեռք գցել այնպես, որ ոչ մի մարդ, նույնիսկ ինքը Padrեն, չկարողանար Սկամբորոնուին գող անվանել։ Երկար ժամանակ գլուխ տաքացնելուց հետո վերջապես գտավ միջոցը։ Մի անգամ առավոտ ծեքին, երբ բոլոր բարի մարդիկ դեռևս քաղցր քնի մեջ էին, Սկամբորոնուն սկսեց ուժեղ թակել Padre Bonifaccioյի տան դուռը։ Աղմուկը լսելով դեպի դուռը վազեց քնած սպասուհին։
Սկամբորոնոին տեսնելով նա հայհոյեց և ցանկանում էր դուռը շրխկացնել քթին, բայց չստացվեց։ Սկամբորոնուն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ իր անկողնում հանգիստ քնած Պատրեն արթնացավ և հրամայեց նրան ներս թողնել։ «Պատրե Բոնիֆաչո», սկսեց խոսել Սկամբորոնուն հազիվ ննջասենյակ մտնելով, ես երբեք չէի համարձակվի այսպես վաղ ձեզ անհանգստացնել, բայց ես մի զարմանալի երազ տեսա և իսկույն վազեցի ձեզ մոտ։ Պետք չէր շտապել, խոժոռվելով նկատեց Պատրեն, երազդ կարող է իր հետո էլ պատմել։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի սատանաներ կարող էր երազում տեսնել այնպիսի մի մեղավոր, ինչպիսին դու ես։ Ահ, Հայր Սուրբ, ես քեզ եմ տեսել, կարծես իսկական կենդանի լինեիր, քո գլխին, չէ, քո գլխի շուրջը փայլում էր լուսապսակը, իսկ ուսերիդ թափահարվում էին երկու թևեր, ինչպես հավինը, միայն ավելի մեծ։ Այնպես տխուր էիր նայում ինձ, որ ես լաց եղա, արթնացա ու վազեցի քեզ մոտ։ Սկամբորոնուն գիտեր, թե ինչ էր ասում։ Բոլորի համար էլ հաճելի է իր մասին այդպիսի բաներ լսելը, և Պատրե Բոնիֆաչոյի սիրտը հալվեց ինչպես մոմը բարակ բոցից։ Մոտ եք, որդյակս, ասաց նա զգացված ձայնով, քո երազը կանխագուշակ երազ է և նշանակում է, որ մեղքերով լցվել ես այնպես, ինչպես այն տաշտակը, որի մեջ խմորը մոռացության է տվել անփույթ տանտիրուհին։ Խոստովանիր, որդյակս։ Սկամբորոնուին էլ հենց այդ էր հարկավոր։ Նա ճարպկորեն չոքեց Պատրե Բոնիֆաչոյի անկողնում մոտ և խոնարհեց գլուխը, որ ավելի լավ տեսնի ճարմանտները, չէ որ կոշիկները դրված էին մահճակալի տակ։ Հետո սկսեց խոստովանել. Ախ, Հայր Սուրբ, ես այնքան շատ մեղք ունեմ, որ չգիտեմ, թե որից սկսեմ։ Սկսիր ամենամեծերից, խորհուրդ տվեց Պատրեն։ Դե լավ։ Մի շաբաթ առաջ իմ աղավնին 2 ճութ հանեց։ Մի օր չանցած ձեր կատուն փախցրեց ճտերից մեկին։ Այստեղ ես, մեծ մեղավորս, փոխանակ մյուս ճուտն էլ նրան տալու, բռնեցի այդ գարշելի արարածի պոչից և այնպես մտրակեցի, որ նա մի ամբողջ տարի աղավնիների կողմը նայել անգամ չուզեց։ Ախ, որդյակս, կշտամբանքով ասաց Պատրեն, դու ոչ միայն մեղք ես գործել, վիրավորանք հասցնելով անմեղ կենդանուն, այլ հիմա էլ ես մեղանչում, որովհետև հայհոյական խոսքեր ես ասում։ Ճիշտ այդպես, ձայնարկեց Սկամբորոնուն, ես դեռ բոլորը չեմ ասել, ընդամենը 5 րոպե առաջ ես ձեր հարգելի սպասուհուն անվանեցի հնացած պղպեղաման։ Օ, շատ վատ է, որդյակս, տնքաց Պատրեն և հայացքն ուղղեց առաստաղին։ Հենց այդ պահին Սկամբորոնուն մի հպումով Պատրե Բոնիֆաչոյի կոշիկների վրայից պոկեց ճարմանտները և դրեց գրպանը։ Դե, մեծ մեղքերս կարծես խոստովանեցի, հանգստացած շունչ քաշեց նա։ Անցնենք մանրներին։ Բոլորովին վերջերս ես մի բարի մարդուց գողացա նրա արծյաթյա ճարմանտները։ Պատրեն նույնիսկ անկողնուց վեր թռավ։ Ինչպես թե որդյակս, և դու դա համարում ես մանր մեղք, սարսափահար գոռաց նա, պատկերացնելով, թե ինչ կկատարվի իր հետ, եթե գողանային իր ճարմանտները։ Դրանք քո գրպանը չայրեցին, անօրեն։ Առայժմ չեն այրում, պատասխանեց Սկամբորոնուն, բայց սարսափելի տաքացնում են, դրանք իմ ձեռքից չես առնի, չէ Սուրբ Հայր։ Ինչ ես ասում, ես կյանքում դրանց ձեռք չեմ տա, այսօրևեթ դրանք վերադարձրու իրենց օրինական տիրոջը։ Ախր չգիտեմ ինչպես վարվել, Պատրե Բոնիֆաչո,
պատասխանեց Սկամբորոնուն ծոծրակը քորելով։ Գիտեք ինչ, ես փորձեցի այդ անել, բայց Տերը ետ չի վերցնում։ Հա, դա ուրիշ բան, վեճը լուծեց Պադրեն։ Ինչու սկզբից չասացիր։ Այդ դեպքում դու կարող ես հավատացած լինել, որ ճարմանդները չես գողացել։ Ուղղակի ստացել ես որպես նվեր։ Շնորհակալ եմ, Պադրե, ասեց Սկամբորոնուն և չոքած տեղից վեր կացավ։ Դուք թեթևացրիք իմ հոգին։ Նա հիմա ազատ է մեղքերից և դատարկ, ինչպես տկճոր, որից մինչև վերջին կաթիլը խմվել է ամբողջ գինին։ Դե որ այդպես է, գնա խաղաղությամբ, որդյակս, նրան օրհնեց Պադրե Բոնիֆաչոն։ Սկամբորոնուն գնաց շատ գոհ սրտով։ Իսկ գոհ էր արդյոք մեր Պադրեն, երբ սկսեց հագնվել։ Այ դա չգիտենք, դատեք ինքներդ։